մեջ են կամ Հայաստանը կլինի կամ ՔՊ-ն։ ՔՊ-ի ամեն օրը այս իշխանության ոլորտում լինելը մեր կործանումն է, մեր երկրի, մեր ազգի կործանումն է։ Այդ Սորոսի ուրեմն ճտերն ու Էրդողանի եթիմները ձեռ-ձեռի տված ստի կայսրությունը մեզանում կերտեցին, ստեղծեցին, եւ այդ ստի կայսրության մեջ մենք 7 տարի խարխափում ենք անընդհատ, եւ մեզ ինչ են անում, որովհետեւ լույս չեն վառում, ասում են, այստեղ հաջողություններն է, դա ապագան է, դու բան չես տեսնում, ոչինչ չի երևում, բայց ասում է կա այդ ապագան, ի՞նչն էր այդ ապագան, հերթական մարտերը, հերթական կորուստները, հերթական տարածքային եւ մարդկային ուրեմն կորուստներն էին դրանք։ Սրանք որևէ լուրջ բան այս երկրում անել չեն կարող դրական իմաստով, սա այո հաջողացրեց մոտեցնել իր խոստացած 0 կետին, բայց այդ 0-ից չբարձացավ, այդ 0-ի մեջ մնաց եւ հետո արդեն հասկացավ, որ իր այդ ստերը, այդ կտերը այլևս ուտող չկա, լսող չկա, ասես դե մենք նույն դասարանում ենք մնացել։ Տեսա, որ այլևս արդարացումները չեն գործում, որովհետեւ այդքան սուտ ասելը եւ եթե նկատել եք իր շուրջ եղած բոլորը հիմա ինքնա ոչնչանում են, ինքնասպանվում են, կործանվում են։ Մի ամբողջ կուսակցություն ոչնչացավ, չէ, ինքնասպանվեց օրեր առաջ էր, որ դրանց ներկայացուցիչը հելա բռնցքամարտ էր, Հանրապետություն կուսակցությունը, որը դրանց այդ տիկին ինչ ասեց, գնացել է, դրանք բոլորը ոչնչացել են, ես դրանց չեմ իմամ մասնատի։ Մենք նախիներից մենք դալային տակ չենք ծեծում, ասում մենք ուղիղ եթերում ենք ծեծում։ Դրանց մեջ այդ ամբողջ կուսակիցների մեջ մեկը չգտնվեց, որ կանգնի ասի, լսեք, մենք էս ինչ ենք անում։ Լսեք, էս ինչ օրինակ ենք ծառայում, այս սերունդներին, այս ժողովրդին, այս իրականությանը, եւ իբր այնքան ճկուն մեկն են, ասում են, դե սա Ռուսաստանն էր հրահանգել, նրանք եկան, այսինքն Ռուսաստանը ինչ էր արել, հրահանգել էր, որ գար ցույց տալ, ինչպես է թալանել այդ մանկապարտեզի, ուրեմն աշխատանքի համար նախատեսված գումարները, ինչպես է կարողացել այդ խլամ ասֆալտը մյուսը անել եւ մարդիկ ուղղակի ցույց էին տալիս, որ սրանք որ շարունակաբար տենդերներ են շահում, ոչ թե շահում են գործ անեն այս երկրի համար, թալանեն, ուտեն, լապեն, այդ միլիոնը այդ սուրբ հաղացող գոյանքներ, բա մի հատ դատապարտեիք լեվելը ծեծը դնեմ են կողմ, այդ բոլորիս աչքի առաջ էր, չէ, տեսանք ոնց է մատով, ճկուտով փլուզվում է այդ ամբողջ կառույցները, բա մի հատ տրեք ասեք, արա մենք թալանչիներ ենք, մեզ համար առաջնայինը գումարն է, փողն է, այդ փողը ծամեք, արա, բան մի առեք դրան, դուք փողին կրված դիշով կեկեք, եւ որևէ մեկը չկարողացավ կանգնի ասի, այո մենք դատապարտում ենք եւ այլևս պիտի դրանց կանչենք պատասխանատվության, այս ինչ է կարել, արա, հայ ժողովրդի երեխեքն են գնալու այդ մանկապարտեզը, այդ քարուքանդը, որը իբր թե վերանորոգել եք եւ ժամկետան ցեկել կարում հանձնեք, կամ են որ հասկացան կռիվ, ես կռիվներից չեմ խուսափել, իմ կյանքում էլ շատ ա եղել, այո, որ ստիպված ենք եղել, ձեռքով էլ կռվել, եղել է, կյանք է, բայց երբեք չի եղել, որ 10 հոգու վրա մենք հարձակվենք կամ վեր վրա, դրանք շակալային, շնագայելի օրենքներն են, եւ ես դատապարտում եմ, որ շնագայելի օրենքը բերում եք մեր իրականություն, հայերը դրանք չեն ընդունում, դուք ինքնասպանվածներ եք, եւ ես հիմա որ քայլում եմ, ես զգում եմ, որ նեխահոտ է տարածվել, ձեր կուսակցության նեխահոտն է, ձեր մեզ մի տղամարդ չեղավ, որ կանգնի տղամարդավարի ասի, ես դատապարտում եմ, ես որ կարողացող 10 հոգով հարձակվել եք մի հոգու վրա, ես դատապարտում եմ դա, ես այստեղ չեմ էլ խորանում արդարացնելու ես են, դա չի էականը, երևույթը, որ տեղի է ունեցել եւ գնահատական չի տրվում, ստեղ էլի սենց շոպլիկավարի կարողանան դուրս գալ այս իրավիճակից եւ դե ջահանդամ թե ժողովուրդը հերթական անգամ աշխարհի աչքի նվազ ստանալու է, կարևորը փողը դուրս գա, այն ճանապարհին էլի տենդեր կա $1.5 միլիոն, ես երաբլուրում եի, երբ ինձ եկավ հաղորդագրություն, թե ինչ են արել ուրեմն այդ գումարներով, հարկատուների գումարներով, ես նայեցի, այսքան մանկապարտեզ, այ ողորմելի փալասներ, ձեզ չգիտեմ անուն ասելը, ինչ կոչես ձեզ, փալասից բացի ինչ եք դուք, լավ, դուխով փալասները, դուխով դրել եք ձեր գլխին, դուք ձեզ ինքնական դուխով էիք հրճակել, այդ դուխով փալասներ, այս չի ձեր արածը, այդ թալանը չի ձեր արածը, շարունակաբար իմ երկիրը ոչնչացնելը չի ձեր արածը, բայց ստեղ մի բան կար, ես տեսա, որ մանկապարտեզներ են, ինչ որ կառույցներ են, բայց ես չտեսա ձեր դղյակները ինչով եք սարքել, այ դուխով տերյապք եք, դուք չէիք գրել, որ դրանք էլ մեր զավակների արյունով եք սարքել, այ դիշով կեք, այ իշխանությունը զավթած սրիկաներ, լրտեսներ,
Դուք ես ոնց եք կարեցել հարթուկել ես մարկանց ուղեղը եւ հիմա մարկանց այդ որ խոսում եմ էլ ոչ հայրենիքա հետարկում ոչ երկիր ոչ ազգ ոչ պատկանելիություն այնքան են ամեն ինչից հիասթափված դուք այնքան կարողացաք նրանց մեջ եւ հավատը եւ ամեն ինչը կործանել որ հիմա պատրաստ են այո գնալ մոլորակի ցանկացած հատված